Պարոն Աբովյան, նախընտրական պրոցեսները թեժ շարունակվում են, ձեր ակնկալիքը, ձեր ուժի ակնկալիքը որն է, մեծամասնություն կդառնաք։ Տեսեք, ես հիմա կխուսափեմ կոնկրետ ինչ-որ տոկոսների մասին խոսալ, բայց այո, առաջարկ Հայաստանին և պլատվորմ և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այո, միշտ էլ պայքարել ենք, որ լինենք մեծամասնություն։ Դա նորմալ է, դա հասկանալի է, եթե քաղաքական ուժը չի ձգտում դառնալ մեծամասնություն, ապա դժվար է, չէ՞, անվանել այդ քաղաքական ուժին քաղաքական ուժ։ Համենայն դեպս համոզված եմ, որ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, այսինքն գործընթացները, երբ որ ձևավորվում են ըստ էության մեծ միավորներ, իրենք բացի օգուտից ոչ մի այլ ազդեցություն չեն ունենա։ Համենայն դեպս թույլ տվեք ևս մեկ անգամ հնչեցնել, որ մեզ համար ամենակարևորը դա երաշխավորված խաղաղության, այո, գիտեք, սենց հատուկ եմ, երաշխավորված խաղաղություն, որովհետև կան մի զարմանս մարդիկ և ուժեր, ովքեր դեմ են այդ երաշխավորված խաղաղությունը, դե լավ, Աստված իրանց է չեմ ուզում ուրիշների մասին խոսել։ Համենայն դեպս երաշխավորված խաղաղություն, սոցիալական արդարություն, հանրային համերաշխություն և ամենակարևորը ատելության մթնոլորտի վերացում, որովհետև ցավոք ատելությամբ փորձում են մեզ կառավարել։ Եվ այո, մենք գնում ենք պարզ ճակատով, մենք գնում ենք ժողովրդի հետ, որովհետև առաջարկ Հայաստանի կոնցեպտը ձևավորվել է և ձևավորում է առհասարակ, ինքը ծնվել է հենց անմիջապես ժողովրդից։ Ձեր անունը ցուցակում կա, պարոն։ Այո։ Հեսա կհայտարեն ամեն ինչ։ Վարչապետ թեկնածուն կա, տեսեք առաջին համարը Գագիկ Ծառուկյանն էր դա տեղեկացրել։ Ամեն ինչ կհայտարարենք, Թեկնածուի առումով։ ամեն ինչ կհայտարարենք։ Պարոն Ծառուկյանը մեր կուսակ, այո։ Ահա, տենց։ Որքանով են մրցակցային ընտրությունները ներկայացվում։ Գիտեք, ամենակարևորը, շնորհակալություն հարցի համար, ամենակարևորը, որ մանդատամոլուցկը կամ իշխանության հասնելու ամեն գնով մոլուցկը կապ չունի, ընդդիմություն, իշխանություն ընդհանրապես, առհասարակ մոլուցկները չլինեն, մոլուցկը լինի միայն մի բան։ Անել ամեն ինչ հանուն Հայաստանի Հանրապետության երաշխավորված անվտանգության, երաշխավորված խաղաղության և մեր երկրի բարգավաճման համար։ Շնորհակալություն։